Բարգավաճ Հայաստան կուսակցությունը խորհրդարանում լինելու է այնինչ արդեն ասվել է։ Մենք ճիշտին ճիշտ ենք ասելու, մեր գարտիկով սխալին սխալ ենք ասելու եւ մի խոսքով հիմնականում փորձելու ենք իրական փոփոխություն բերել մեր հասարակության մեջ։ Ընդրաշավի ընթացքում, եթե նկատել եք, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը խոսել է իսկական փոփոխություններից եւ քաղաքական դաշտում, եւ տնտեսական, եւ սոցիալական։ Մենք ժողովրդին խոստումներ ենք տվել, խոսել ենք ծրագրերից եւ խորհրդարանում մեր կոորդինացիայով հետամուտ ենք լինելու այդ ծրագրերի իրականացման։ Մտավորություն օրինակ եկեք ճակատագիր եկեղեցի 2006-ի Ոչ չկա, այդպիսի մտահոգություն չկա։ Պարոն Օսկանյան, կանոնակարգ Այ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը շարունակելու է մնալ այլընտրանք այսօր գործող իշխանություններին, շարունակելու է մնալ այլընտրանք խորհրդարանում քաղաքական մեծամասնությանը եւ մենք շարունակելու ենք փորձել իրականացնել մեր ծրագրերը։ Եթե կբերվեն օրենքներ, որոնք համապատասխանում են մեր տեսանկյունից հասարակության շահերին, մենք կաչակցենք այդ օրենքների անցկացմանը։ Եթե դրանք չեն համապատասխանում մեր ծրագրերին եւ մենք գտնում ենք, որ պակասում են հասարակության ժողովրդի շահերին, մենք անպայման կպայքարենք դրա դեմ, կփորձենք փոփոխություններ մտցնել եւ եթե չի ստացվում, աստորեն մենք մեր դիրքորոշումը մեր քվեարկությամբ։ Պարոն Օսկանյան, կանոնակարգ օրենքով ցիլիան մենք ընդդիմություն ենք կենտրոնամետ ենք Արդեն ասվել է, մենք կլինենք կառուցողական դաշտում, բայց կլինենք այլընտրանք այսօր գործող իշխանություն։ Այսինքն ինչ եք հայտարարում, ընդդիմություն եք։ Մենք կլինենք այլընտրանք այսօր գործող իշխանություններին։ Պարոն Օսկանյան, Որովհետև այսօր իշխանության լծակները գտնվում է քաղաքական մեծամասնության մոտ, կառավարության մոտ։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ինչպես պայքարի ընթացքում է անթես եկել, այդպես է կշարունակի։ Կլինենք իսկական այլընտրանք ըստ օրենքի պետք է հայտարարել։ Պարոն Օսկանյան, տեխնիկ նախագահի Շատ շուտ է դրա մասին խոսել, շատ շուտ։ Քաղաքականության մեջ նման բան կա, լինել իշխանության մեջ։ Ամեն անգամ, որ խորհրդարանում կարծիք կհայտնվի Բարգավաճ Հայաստան կուսակցության, այդ կարծիքի նկատմամբ արդեն դուք կարող եք դա ձեր գնահատականը։ Մենք չենք ուզում նախորդ նախապաշարվենք, մենք ինչպես ասվել է լինելու ենք կառուցողական դաշտում, բոլոր այն հարցերի նկատմամբ, որոնք մեր տեսանկյունից մեր ժողովրդի շահերից եւ համապատասխանում են նաեւ Բարգավաճ Հայաստան կուսակցության։ Բայց մի բանի վրա ես ունեմ հատուկ շեշտադրել, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եղել է եւ շարունակելու է մնալ այլընտրանք այսօր, որովհետեւ այն փաստը, որ հնարավոր չի եղել ընդհանուր լեզվով եւ կոալիցիա կազմել, դա նշանակում է, որ ծրագրերի մեջ կա էական տարբերություններ եւ այնքան ժամանակ որ կա տարբերություն, իհարկե նաեւ փոխանցության, իհարկե փոխանցոչ բացարձակապես պաշտոններ այստեղ կապ չեն ունեցել, հիմնական քննարկումներ եղել են փոխանցակային, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ընդրաշավի ընթացքում պայքարել է հիմնականում իրական փոփոխությունների համար, բայց երբ հնարավոր չի եղել հասնել դրան, դրա համար էլ որոշում է կայացվել չմտնել կոալիցիա եւ խորհրդարանում հանդես գալ արդեն որպես կառուցողական ուժ եւ այլընտրանք գործող իշխանություն։ Ով է հանրապետականն է առաջարկել Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Բացարձակապես կապ չունի ով ինչ է առաջարկել։ Չէ, դուք էլ լսեցիք, որ հանրապետական կուսակցությունը ինքը հայտարարեց, որ բոլորի հետ երկխոսության մեջ է մտել։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն էլ երկխոսություն ունեցել, փորձել է իր ծրագրերը առաջարկել, փոփոխության մասին խոսել եւ որ չի ստացվել, կոալիցիա չի կազմվել։ Նայեք, ես կարծում եմ, չէ լինում է։ Իհարկե լինում է։ Նայեք, այս իրավիճակից մենք
մենք համոզված ենք, կասկած չունենք եւ կարծում եմ դուք էլ պետք է զգացած լինեք հասարակության արդեն արձագանքից Վարքահայ Հայաստան կուսակցության որոշմանը, որ այս իրավիճակից շահելու է երկիրը, շահելու է խորհրդարանի աշխատանքները եւ շահելու է Պարոն Օսկանյան, կարծիք կա, որ 6 ամիս հետո կմիանք կոալիցիա կկազմենք։ Այսօր մենք շատ ավելի մոտ ենք իրական խորհրդարանի, քան երբևիցե Պարոն եղել է։ Օսկանյան, կարծիք կա, որ դուք կվերադառնաք կոալիցիա ամեներ 6-7 ամիս հետո կիսում եք։ Երեք դրանք կարծիքներ են, ուրիշ հարցը։ Իսկ խորհրդարանը որ հարցի վերաբերյալ բանակցություններում որ հարցի վերաբերյալ են սիստա Ժամանակ չունենք հիմի մանրամասների մասին խոսել, Վարքահայ Հայաստան կուսակցությունը իսկական փոփոխություն ուզում բերի այսօր եւ քաղաքական դաշտում, եւ տնտեսական դաշտում։ Դրա համար էլ Քննարկումները ինչու այդպես Եթե մենք ուրեմն մենք կշարունակենք մեր պայքարը փոփոխության համար, կհանդիսանանք այլընտրանք, օրը կգա, որ կունենանք իշխանական լծակներ եւ արդեն կարծում եմ, որ կարող են իրականացնել կոնկրետ մեր ծրագրերը։ Շատ շուտ է դրա մասին մտածել։ Գիտեք, ես այդ հարցին արդեն պատասխանեցի։ Դինելով կարծողական դաշտում, որովհետև մեծ կապիտալիտերը նաև Դա մեզ չիմ տա։ Կարելի ես մի հաց առնեմ։